Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների եւ այսպես մենք տեսանք, որ Կիրակի օրը հերթական սադրանքը պղծման արարողություններ կազմակերպել Նիկոլ Փաշինյանը, Սուրբ Աննա եկեղեցի գնաց, եւ այնտեղ այդ պայն պատարակ էր տեղի ունենում եւ պատիվ մեր հավատավոր ժողովրդի ուղղակի նրան դուրս վռնդեցի եկեղեցուց, բայց դա տեղի ունեցավ միջադեպ, որի հետևանքով այսօր երկորյակ եղբայրները կանգնած են դատվելու շեմին, սա մասի պետք է բարձրաձայնել այն պարագայում, որ բարեբուն իմաստով առաջին այս տղաներին են հարվածում, դա տեսանյութով կադրերով երևում է, բայց այսօր այս մարդկանց են տանում կալանքի, խնդրեմ միջադեպի հետ կապված ձեր տեսակետը։ Ես իմ Facebook-յան էջում արդեն գնահատական տվել եմ, հիմա ըստ էության կրկնելու եմ այն, ինչ գրել եմ։ Նիկոլ Փաշինյանը բացի հայ ժողովրդին շանտաժ անելուց պատերազմով, տևական ժամանակ է պատերազմով են շանտաժանում, նաև զբաղվում է ըստ էության սադրանքներով, ինչու սադրանքով, որովհետև տոնի կապակցությամբ եկեղեցում տեղի ունենում Կիրակնորյա պատարակ, Լեփլեցուն եկեղեցի, եւ Նիկոլ Փաշինյանը որոշում է գնալ պատարակի, մտնել եկեղեցի, սա այն դեպքում, երբ ինքը բավական տևական ժամանակ ակտիվ փուլը երևի 1 տարու չափ կլինի, որ եկեղեցու դեմ հակաքարոզչություն եւ հալածանք է սկսել, հալածում է հայ առաքելական եկեղեցուն, հոգեվորականներին եւ այս մթնոլորտում ինքը որոշում է մասնակցել պատարակի ժողովրդի մեջ մտնելով։ Ինչու եմ ասում ժողովրդի մեջ մտնելով, որովհետև եթե ինքը ուզում էր ուղղակի մտնել եկեղեցի, մասնակցել պատարակի, ապա ինքը կարող էր հանգիստ հետևում կանգնել եւ հետևել պատարակին, չգիտեմ, բայց ինքը որոշում է այդ խիտ ժողովրդի միջով մտնել, այնտեղ բնականաբար հավատավոր ժողովրդի մոտ պետք է առաջանան ռեակցիա եւ շատ-շատերը կարող է եւ արտահայտեին իրենց վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ինչը շատերը արեցին եւ տեղի ունեցավ այդ միջադեպը, Նիկոլ Փաշինյանը ըստ էության սադրեց այդ միջադեպը իր գործողություններով, ինչ էր հարկավոր, որ նա մտներ, հասներ միջև խորան, այնտեղ կանգներ, տրամաբանություն չկա, ես ինչու եմ այս ամեն ինչը նկարագրում, որպեսզի հասկանանք, որ այստեղ տրամաբանություն չկար, եթե դու ազնիվ մղումներով էիր մտել եկեղեցի, այդքան շարժ կատարել այդ Լեփլեցուն եկեղեցու մեջ։ Եվ բնականաբար ստացվեց այդ սադրանքը, սկզբից ինքը խաղաց բարի թագավոր մտավ հալածյալի կերպարի մեջ, բարի թագավորի կերպարի մեջ, այնտեղ կանխելով, որ ոչ մի բան չանեք եւ այլն, բայց հենց եկեղեցու բակից ծլկեց, դուրս եկան գնացին, անմիջապես դրանից հետո ուժայիններին հրահանգեց, բիրտ մեթոդների ուժի կիրառմամբ երկու երիտասարդներին կամ պատանիներին, ինչքան տեղյակ եմ դպրոցականներին, բերման ենթարկել։ Սա արեց ինչի համար, արեց այն բանի համար, որպեսզի վախի մթնոլորտը Հայաստանում ավելի ուժեղ սերմանվի, եթե դու այդքան ներողամիտ էիր այն ժամանակ եկեղեցու ներսում, երբ չէիր, ասեցիր, թողեք ոչ մի բան մի արեք, այդ դեպքում ինչու դրանից հետո որոշեցիր ուժայիններ ուղարկել եւ այդ երկու երիտասարդներին այդ մեթոդներով բերման ենթարկել։ Եթե ինչ որ վտանգ եք տեսնում, եթե ինչ որ խախտում էր տեղի ունեցել, եթե կանխարգելու ինչ որ բան կար, այդ ժամանակ ձերբակալեիք կամ բերման ենթարկեիք։ Այդ ժամանակ խուսափեցիք, որովհետեւ լավ հասկացաք, որ կարող է շատ վտանգավոր զարգացումներ այդտեղ տեղի ունենան եւ իրավիճակը դառնա անկանխատեսելի։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը այս ընթացքում ամեն ինչ անում է, որպեսզի լինի հանրության ուշադրության կենտրոնում այսպիսի սկանդալների, այսպիսի միջադեպերի գնով, նաև սկանդալները, ընդհանրապես սադրանքը Նիկոլ Փաշինյանի կենսագրության այսպես յուղոտ կտորներն են, եթե նայենք նույն մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ նա նման մեթոդների էր դիմում, սադրանքների էր դիմում, հետո պատերազմից հետո հիշում եք, որ ընդդիմությունը հանրահավաքներ էր անում, ինքը եւս
հանրահավաքներ արեց եւ ընդհանուր իր կողմնակիցների մոտեցրեց ընդդիմությանը, օպերայի Բաքում էր ընդդիմությունը այն ժամանակ, երբ հազիվ հնարավոր եղավ կանխել այդ սադրանքը։ Եթե հիշում եք, Եռաբլուր այցելությունը կարծեմ պատերազմի 1 տարվա կապակցությամբ 20 թվականի եւ այդ ժամանակ եւս ժողովրդի մեջ հուզումներ առաջացավ, այսինքն այդ մարդը սադրանքի վարպետ է ըստ էության եւ պատրաստ է ամեն գնով հասնել իր նպատակներին, այն է լինել ուշադրության կենտրոնում, լինել եւ հալածյալի եւ հալածվողի դերում, սա անում է հատկապես իր փոքրաթիվ ընտրազանգվածին մոբիլիզացնելու համար, ցույց տալու համար, որ տեսեք, ես հանուն ձեզ հալածվում եմ, մյուս կողմից էլ նա բիրտ մեթոդներ է կիրառում այդ մարդկանց նկատմամբ, նաև նույն այդ ընտրազանգվածին ցույց տալու համար, որ թագավորը դեռ դուխով է, թագավորը այստեղ չագերտների մեջ եւ կարող է այսպես բիրտ մեթոդներով մարդկանց լցնել բանտերը եւ այս իրավիճակում շատերը կարող են ֆիքսել, որ թագավորը ըստ էության մերկ է, որովհետև Նիկոլ Փաշինյանը այս ամեն ինչը, երբ ինքը ընկել է Երևանի փողոցները, մարզերի փողոցները, ժողովրդի հետ շատ դեպքերում բեմականացված շոուներ է կազմակերպում, հատկապես 60+ մարդկանց արկայությամբ, սա ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը լավ տեղյակ է, որ իր վարկանիշը գրեթե ասֆալտային է, շատ ցածր աջակցություն ունի, նրա իշխանությունը ապա լեգիտիմացված է, այսպես կարելի է ասել ընտրությունների շեմին, նա սպառեց լեգիտիմության այն փշուրները, որը նա ստացել էր 21 թվականին, եւ հետեւաբար նման մեթոդներով նա փորձում է հասարակության ուշադրության կենտրոնում մնալ, մոբիլիզացնել իր ընտրազանգվածին, մոտիվացնել նրանց, որպեսզի գնան ընտրությունների եւ որոշ դեպքերում նրա այդ մեթոդները կարելի ասել աշխատում են, բայց ոչ այնքան, որպեսզի նա կարողանա այնքան հանրային աջակցություն ունենալ, որ 26 թվականի հունիսի 7-ին վերարտադրվի։ Հետևաբար թագավորի մերկության մասին այդ գնահատականները մեծ մասամբ գրեթե 100%-ով համապատասխանում են իրականությանը ու պետք է նշել, որ ընդդիմության ակտիվ աշխատանքի եւ ընդդիմությունը իր կողմից ընտրազանգվածի մոտիվացնելու առումով եթե հաջողության հասնի, ապա կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանի այս քարոզչական հնարքները, քարոզչական այսպես know-how-ները կչեզոքացվեն։ Հետևաբար մենք պետք է մեր կողմնակիցներին, այն մարդկանց, ովքեր ցանկանում են մերժել Նիկոլ Փաշինյանին, կոչ անել, որպեսզի նրանք հունիսի 7-ին անպայման ակտիվություն ցուցաբերեն եւ գնան ընտրությունների, որովհետեւ հակառակ դեպքում, եթե դուք չեզոք դիրքերից այս ամեն ինչին նայեք, չմասնակցեք, ակտիվություն չցուցաբերեք, Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը անելու է ուղիղ հակառակը, ակտիվ գնալու է, քվեարկելու է եւ կարող է որոշակի դժվարություններ առաջանան այս իրավիճակում։ Հետևաբար մեզ անհրաժեշտ է ակտիվ քաղաքացի, եթե դուք գնահատում եք, որ երկիրը հասել է այն վիճակին, որ այլևս Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊԱ-ականների նման իշխանություն չի կարելի հանդուրժել, քանի որ սրանք տանում են Հայաստանը դեպի արևմտյան Ադրբեջան եւ սա անում են անթակույց, ճիշտ է, իրենք խոսում են ինքնիշխանության մասին, խոսում են անկախության մասին, խոսում են հայրենիքի մասին, պետության մասին, բայց բովանդակային առումով իրենց արածը ոչ այլ ինչ է, քան Հայաստանը արևմտյան Ադրբեջան դարձնելն է։ Սրա վառ ապացույցները բազմաթիվ են, Ալիևի հայտարարություններին հետևեք, ես մեկ անգամ չէ որ ասել եմ, որ
Ալիևը ինչքան էլ տարօրինակ լինի, ավելի անկեղծ է խոսում հայ ժողովրդի հետ, քան Նիկոլ Փաշինյանը։ Ալիևը անկեղծորեն ասում է, որ ինքը պահանջելու է եւ հասնելու է, որ Հայաստանում բնակվեն 100,000-ավոր ադրբեջանցիներ։ Ինքը անկեղծորեն ասելու է, որ ինքը քայլելով է մտնելու Երևան։ Ինքը անկեղծորեն ասում է, որ պահանջել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն, ինչը Նիկոլ Փաշինյանը մեծ հոժարակամությամբ անում է։ Այսինքն հիշեք, որ եթե դուք ակտիվություն չեք ցուցաբերում եւ չեք մերժում Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին, ապա շատ կարճ ժամանակ հետո ստանալու եք բովանդակային առումով արևմտյան Ադրբեջան։ Մենք տեսնում ենք, որ այս իշխանությունը անդադ խոսում է հիբրիդային պատերազմից, տեղ-տեղ անուններ չտալով, տեղ-տեղ անգամ անուններ տալով Ռուսաստանին են հիմնականում սրակներ ուղղում, բայց իրական հիբրիդային պատերազմը Եվրոպան է իրականացնում այդ գումարներին, ասող որ իրենք տրամադրելու են, որ հանկարծ Փաշինյանի իշխանությանը մի վտանգ չսպառնա։ Ինչու օրինակ այս մասին հաճախ չեք խոսում, որ հասարակությունն էլ իմանա իրական հիբրիդային պատերազմը որտեղից է գալիս հայ ժողովրդի վրա, այսպես ասեմ։ Կարծում եմ ես գոնե այս տաղավարից մի քանի անգամ եվրոպացիների մասով բավականին եվրոչինովնիկների մասով բավականին կոշտ հայտարարություններ արել եմ, կարող եմ եւս մեկ անգամ կրկնել, որ եվրոպական միության չինովնիկները բիրտ միջամտություն են իրականացնում այն երկրներում, ներքին գործերին բիրտ միջամտություն, որտեղ համարում են, որ իշխանության է այն մարդը, որը հլու հնազանդ կերպով կատարում է իրենց բոլոր քմհաճույքները եւ անում է քայլեր, որոնք իրենց շահերից են բխում։ Հայաստանը ցավոք սրտի հիմա այդ կարգավիճակում է, երբ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է հանուն իր իշխանության պահպանման դառնալ հակառուսական գործիք, որովհետև եվրոպացիների դարդը, այդպես ասել, եվրոչինովնիկների դարդը միայն այն է, որ Հայաստանը դարձնեն հակառուսական գործիք, դարձնեն կոնֆլիկտի կողմ, թե ինչ կլինի հայ ժողովրդի հետ, Հայաստանի տնտեսության հետ, դա իրենց առանձնապես չի հետաքրքրում, եւ եթե կա իշխանություն, որը համաձայնվում է հոժարակամ դառնալ այդ գործիքը, փոխարենը վարի տալով Հայաստանի ինքնիշխանությունը, տնտեսությունը, անվտանգությունը, իրենց համար որևէ խնդիր չկա միջամտելու եւ աջակցելու այդպիսի իշխանություններին, եւ ինչքան իրենք շատ են խոսում հիբրիդային պատերազմի մասին, ինչքան իրենք այսպես ասած հիբրիդային միջամտություն են իրականացնում Հայաստանի ներքին կյանքի նկատմամբ, այդքան հենց Եվրամիության արևմուտքի վարկանիշն է անկում ապրում հայ ժողովրդի աչքերում, որովհետև սա այսպես չի երկար շարունակվել չի կարող, կա քարեր նետելու եւ քարերը հավաքելու ժամանակը եւ կգա ժամանակ, երբ նույն եվրոչինովնիկներին, դեսպաններին, արևմտյան երկրների հարցեր կառաջանա հայ ժողովրդի մոտ, թե ինչու էիք ամեն գնով փորձում իշխանության պահել մի մարդու, որի գործողությունները հիմնականում չէին համընկնում Հայաստանի շահերի հետ։ Եթե Եվրամիությունը խոսում է, Եվրամիության չինովնիկները խոսում են հիբրիդային պատերազմի մասին, իբր Ռուսաստանի կողմից սպառնացող եւ որևէ ապացույց չեն ներկայացնում, ապա սա խոսում է այն մասին, որ առնվազն նրանք անկեղծ չեն հայ ժողովրդի հետ, ինչ որ իրականության հետ որևէ աղերս չունեցող լուրեր են տարածում, տեսեք, մենք խոսում ենք այստեղ fake լուրերի մասին, որևէ կերպ չհիմնավորված, հենց իրենց կողմից են տարածվում, հենց իրենք են դաշտ բերում կամ իրենց կողմնակիցները, իրենց հետ աֆիլացված կազմակերպություններն ու մարդիկ ինչ որ դաշտ են նետում, որ ինչ որ ռուս գեներալ Գյումրիում օրինակ կանչել է ու ասել է, որ պետք է ընտրեք սրա օգտին, նրա օգտին, բացարձակ սուտ, որևէ ապացույց ներկայացված չէ։ Հետո սկսեցին մասսայական տարածել, որ իբր Ռուսաստանից, չգիտեմ, 100,000-ավոր կամ 80,000 կամ չգիտեմ քանի հազար մարդ են բերելու, որպեսզի քվեարկեն այս կամ այն քաղաքական ուժի օգտին եւ որևէ ապացույց չեն ներկայացնում։ Ու սա անում են այն մարդիկ, ովքեր իբր պետք է պայքարեն Հայաստանում հիբրիդային միջամտությունների, նմանատիպ fake լուրերի եւ նմանատիպ այլ բաների դեմ։ Փաստացի իրենք զբաղվելով այդ ամեն ինչով ուրիշների մեղադրում են հիբրիդային հարձակումների մեջ։ Հիբրիդային միջամտության մասին
երկրի ներքին կյանքին միջամտելու մասին խոսում են այն չինովնիկները, այն կառույցի ներկայացուցիչները, որոնց դեսպանները, որոնց նախարարները, որոնց չինովնիկները Եվրամիության անդամ երկրների մասին է խոսքը Վրաստանում 1 տարի առաջ մասնակցում էին հակակառավարական բողոքի ակցիաների, փողոցային խժդժություններ էին հրահարում, պահանջում էին Վրաստանի օրինական իշխանությունների հրաժարականը։ Սա հիբրիդային միջամտություն է, թե չէ։ Սա երկրի ներքին կյանքին միջամտություն է, թե չէ։ Սրանով նրանք կասկածի տակ դնում են տվյալ երկրի ինքնիշխանությունը, թե չէ։ Կարծում եմ այո։ Ու հիմա այդ մարդիկ, ովքեր նույն Մոլդովայում շատ կոշտ, բիրտ միջամտություն են իրականացրել ընտրական գործընթացներին։ Եվ հիմա այս մարդիկ խոսում են Ռուսաստանի կողմից հիբրիդային սպառնալիքների մասին։ Հարգելի եվրաչինովնիկներ, հիբրիդային միջամտություն մինչև հիմա մենք տեսել ենք բացառապես ձեր կողմից։ Հետևաբար քայլեր անելուց առաջ ես խորհուրդ կտայի լավ մտածել, որովհետև ելի եմ կրկնում, որ ձեր վարկանիշը հայ ժողովրդի աչքին գնալով անկում է ապրում, ինչքան էլ դուք հսկայական գումարներ ծախսեք Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնելու համար, ինչքան էլ այդպես պրոքսիներ ունենաք, որպիսի հակառուսականություն, պրոթուրքականություն, պրոադրբեջանականություն քարոզեք, բայց դրանք կարելի ասել որոշակի ժամանակ օգուտ տվեցին, բայց երբ հայ ժողովուրդը իրական վտանգների առջև կանգնեց, իրականությունը ավելի շոշափելի զգաց, իրենք հասկացան, որ դուք անկեղծ չեք եւ ձեր այդ գործողությունները բացառապես ձեր շահերը սպասարկելուն են միտված եւ այն բարի սպիտակ եվրոպացի պարոնների կերպարը այլևս հայ ժողովրդի մոտ ջախջախված է եւ դուք ես ձեզ զգուշացնում եմ, որ արդեն սկսել եք լուրջ խնդիրներ ունենալ հանրային աջակցության հետ կապված, այսինքն այդ ձեր գաղափարները, ձեր այդ պուպուշ կերպարը այլևս այն չէ, ինչ ասենք 4 տարի առաջ էր, 5 տարի առաջ էր, այլևս որևէ մեկը չի կասկածում ձեր կողմնակալության վրա, համարում են, որ դուք կողմնակալ եք, համարում են, որ փարիսեցությամբ եք զբաղված, երբ խոսում եք մարդու իրավունքների ժողովրդավարության եւ նմանատիպ այլ բաների մասին, քանի որ ոչ միայն հանդուրժում եք Նիկոլ Փաշինյանի դիկտատորական նկրտումները, հակաժողովրդավարական նկրտումները, նրա կողմից ընդդիմադիրների հոգեվորականների նկատմամբ բռնաճնշումները, այլ հանդուրժելուց բացի նաեւ նրան գովաբանում եք որպես իբր ժողովրդավար ղեկավար։ Այսինքն այս ամեն ինչի համատեքստում դուք շատ մեծ բան եք կորցնում Հայաստանում եւ կգա ժամանակը, երբ ձեզանից քաղաքական պատասխանատվություն կպահանջվի այս ամեն ինչի համար։ Հետևաբար ես խորհուրդ կտայի նման միջամտություններ չիրականացնել, բայց կարծում եմ, որ սա ես ասած ռետորական է այս կոչը, որովհետև համոզված եմ, որ դուք անելու եք, շատ բիրտ միջամտություն եք իրականացնելու, սակայն որևէ արդյունքի չեք հասնելու այս առումով, քանի որ հայ ժողովուրդը, ելի եմ կրկնում, արդեն ռեալ կարող է գնահատել իրավիճակը, ռեալ հասկանալ իրավիճակը, թե տարածաշրջանում ովքեր են շահագրգռված իր պետականության պահպանմամբ, իր տնտեսության պահպանմամբ, իսկ ովքեր են դեմոկրատիայի, մարդու իրավունքների, բարեկեցության անվան տակ այլ մութ նպատակներ ու շահեր սպասարկում։ Նրանք տեսել են, թե ինչպես նույն ֆոն դեր Լայն կոչվածը, որին Եվրամիության մեջ արդեն կարծեմ 6-րդ անգամ փորձում են իմպիչմենտի ենթարկել, նույն այդ կինը Ալիևին, դիկտատոր Ալիևին, որը բոլոր չափանիշներով դիկտատոր է, նույն արևմտյան կազմակերպությունների գնահատականներով ավտորիտար դիկտատորական երկիր է նույն Ալիևի վարչակարգը ստեղծել Ադրբեջանում, հետնապահ է բոլոր առումներով ժողովրդավարությամբ, կոռուպցիայի դեմ պայքարի, աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկն է Ադրբեջանը, բայց այդ նույն ֆոն դեր Լայնը
Ալիևին համարում է կարևոր գործընկեր։ Հետևաբար մենք չենք նկատում, բոլորն են նկատում այդ ամեն ինչը ու հասկանում եմ, որ ձեր այսպես ասած այդ բարի կերպարի վերջը Հայաստանում եկել է եւ ժողովուրդը իր այդ գնահատականը կտա հունիսի 7-ի ընտրություններին, պատահական չէ, որ իբր արևմտամետ, բայց իրականում այսպես թուրքամետության երանգներ ունեցող շատ կուսակցություններ, որոնք իրենց եվրոպամետներ էին, արևմտամետներ էին ներկայացնում, թիմ ընտրություններում ուղղակի տապալվեցին, Գյումրիում էլ տապալվեցին, Վաղարշապատում էլ տապալվեցին, կտապալվեն նաև հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ։ Բայց կա վստահություն, որ այս ընտրությունների ժողովուրդը իրապես ճիշտ ընտրություն կանի եւ զգում է իրական վտանգը, զգում է թե ինչ է սպառնում Հայաստանին եւ ոչ միայն իհարկե։ Դա շատ դժվար է ասել, բայց կարող ենք փաստել, որ այն իրավիճակը չէ, ինչ կար 18 թվականին, 21 թվականին, շատ շատերը արդեն տեսել են, թե իրականում ինչ է կատարվում, շատ շատերը տեսել են, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր որոշակի առումով չեզոք վերաբերմունք ունեին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ընդդիմության նկատմամբ, տեսել են, որ այս իշխանությունները ուղղակի դարձել են Ալիևի պահանջների կամակատարը, Ալիևի շահերի սպասարկողները, դարձել Նիկոլ Փաշինյանը, ես ասեմ, որ դարձել է Ալիևի սրտի թեկնածուն վարչապետի պաշտոնում Հայաստանի եւ նույնիսկ այդ չեզոք մարդիկ, որոնց ես նշեցի, հասկանում են, որ եթե իրենք հիմա չմիջամտեն, այսինքն միջամտել ընտրությունների մասնակցեն եւ մերժեն ԿՊԱ-ական իշխանությանը, ապա շատ տեսանելի ապագայի mēs չենք խոսում 10, 20, 30 տարի, 5 տարվա ընթացքում Հայաստանը բովանդակային առումով դարձնելու են արևմտյան Ադրբեջան։ Ու դուք կանգնելու եք փաստի առաջ, երբ կան ձեզ ասեն հարգելիներս, օրինակ, այս տաղավարից էլի բազմաթիվ անգամներ ես ասել եմ, օրինակ Մասիս, Ամասիա, Լոռիում, Սյունիքում բազմաթիվ բնակավայրեր կան, որտեղ 88 թվականից առաջ ապրել են ադրբեջանցիներ, ինչպես հայերն էին ապրում Բաքվում, Սումգայիթում եւ այլն։ Եվ Ալիևը պահանջում է, որ ադրբեջանցիները կան ու բնակվեն այդ նույն բնակավայրերում եւ դուք կարող եք մի օր արտան Երևանում, հենց նույն Երևանում, ասենք Վարդան Մամիկոնյանի արձանի այդ շրջակայքում մի օր կարող են կան, ասեն եթե հրաշքով Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության իհարկե էլի, կան ասեն, որ հարգելի հայեր, ձեզանից պահանջվում է ձեր տները վաճառել եւ ձեր տեղը զիջել ադրբեջանցիներին եւ դուք կարող եք ունենալ հազարավոր ադրբեջանցի հարևաններ, դուք սրանով լծակներ եք տալու Ալիևին, որը ասենք յուրաքանչյուր պահի միջամտություն, ռազմական միջամտություն, թե Էրդողանին, թե նաեւ Ալիևին, որովհետեւ եթե ասենք 100 կամ 1000 ադրբեջանցի եկան, կարելի է չէ ինչ որ սադրանք կազմակերպել, ինչ որ բան կազմակերպել եւ Ալիևը կարող է ասել, որ ես զորք եմ մտցնում այդ ադրբեջանցիներին պաշտպանելու համար եւ ունենանք երաշխավորված պատերազմ։ Ինչու ենք ասում, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը դա երաշխավորված պատերազմ է, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը շարունակում է լծակներ եւ մոտիվներ տալ Ալիևի եւ Էրդողանի ձեռքերը Հայաստանի նկատմամբ միջամտություն ռազմական ագրեսիա իրականացնելու առումով։ Այս իրավիճակում կարծում եմ, որ շատ շատերը տեսնում են ուղղակի։ Ես չգիտեմ, կան իհարկե մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանի ասածները անվերապահ իրականություն են ընդունում։ Ես չեմ բացառում, որ նման փոքրաթիվ մարդիկ կան, բայց նաև ես հավատում եմ, որ մեր ժողովրդի հիմնական մասը ռացիոնալ, խելացի, տրամաբանող մարդիկ են եւ կարող են ուղղակի պարզ լուրերը կարդալ ու հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը դա ոչ թե Հայաստանը տանելու է խաղաղության, բարեկեցության, այլ Հայաստանը ուղղակի տանելու է դեպի արևմտյան Ադրբեջան, մեծացնելով պատերազմի ռիսկերը, երաշխավորված պատերազմի է տանում, որովհետեւ
ադրբեջանցիները 1-2, ինչու միջև հիմա Ալիևը չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինչու միջև հիմա Ալիևը չի ասում, որ Հայաստանի տարածքը այսքան 1000 քառակուսի կիլոմետր է, ինչու միջև հիմա Ադրբեջանը չի համաձայնվում սահմանագծում եւ սահմանազատում իրականացնել։ Հիշում եք, Տավուշում ասեցին, որ պետք է սահմանագծում եւ սահմանազատումը շարունակվի, երբ Տավուշում Ալիևի պահանջները կատարեցին, գյուղեր նվիրեցին Ադրբեջանին, ասեցին, ոչինչ, հարգելի հայեր, հիմա սահմանագծումը, սահմանազատումը կշարունակենք եւ կունենանք կուռ ու ամուր սահմաններ։ Ինչու չարեցին, որովհետեւ Ալիևը հասկանում է, որ եթե սահմանազատում եւ սահմանագծում լինի, ապա իր համար դժվարություններ կստեղծվի հետագայում ներխուժումներ իրականացնելու, հետագայում Հայաստանից պատառներ վերցնելու առումով։ Հենց այդ պատճառով էլ Ալիևը ոտը կախեցում, այսպես ժողովրդական լեզվով ասած, եւ չի դիմում այդ ամեն ինչին։ Ու սա ինչ է, եթե ոչ պատերազմի նախապատրաստություն, պատերազմի առիթ ստեղծել, պատերազմի պատճառ ստեղծել։ Այսինքն հիմա Ալիևը որևէ խնդիր չունի կրակելու, որևէ խնդիր չունի ագրեսիա իրականացնելու, քանի որ ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը գլխիկոր իր ասածները կատարում է, էլի կրկնեմ, ասում է սահմանադրությունը փոխի, փոխում ենք, ասում է պետք է Հայաստանը 100 հազարավոր ադրբեջանցիներով բնակեցվի, ինչ էր ասում Ալեն Սիմոնյանը, ասում է այո, հարգելիներս, դուք պետք է պատրաստ լինեք, որ ադրբեջանցիների հետ Հայաստանում ապրեք։ Էլ ինչ ասեն, որպեսզի ձեզ համար պարզ լինի, որ սա ոչ թե խաղաղություն է, այն որ ասում են չեն կրակում, մի տարուց ավել է զոհեր չկան սահմանին, հարգելիներս 18 թվականից հետո էլ զոհեր չկար։ Դուք չեք նկատել, հետո ինչ եղավ, 20 թվականին քանի հազար զոհ եղավ, դուք չեք նկատել սրանք ինչ ասում են, ուղիղ հակառակն է տեղի ունենում։ Այսինքն ես չգիտեմ էլ ինչպես բացատրել, էլ ինչպիսի փաստեր ներկայացնել, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը ոչ թե հարատև խաղաղությունն է, հարատև ոչինչ չկա, նույնիսկ արևը հարատև չի, հա, հարատև ոչինչ չկա, ոչ թե հարատև խաղաղությունն է, այլ երաշխավորված պատերազմն է։ Այս մարդկանց քաղաքականությունը, ագրեսորին զսպելու քաղաքականությունը, իրենց բովանդակություն, հա, մի քիչ տնեմ, իրենք չեն ֆայմում այդ ամեն ինչը անել, այդ ագրեսորին զսպելու քաղաքականությունը միշտ հանգեցնելու է պատերազմի, դա Եվրոպան տեսել է երկրորդ համաշխարհայինից առաջ։ Չերչիլը ասել է, եթե դուք պատերազմի եւ անպատվության մեջ ընտրում եք անպատվությունը, դուք ստանալու եք թե անպատվություն, թե պատերազմ։ Հիմա նույնը տեղի ունենում է, մենք չենք ասում ընտրել պատերազմի կամ անպատվության մեջ, մենք ասում ենք, որ Հայաստանը պետք է կարողանա դիվանագիտական եւ ռազմատնտեսական հզորության վերականգնումով ապահովել ուժերի բալանս, որը կհանգեցնի անվտանգային համակարգերի ամրապնդմանը եւ կայուն խաղաղության։ Այսինքն, եթե դու խախտել ես ուժերի բալանսը ռազմական, տնտեսական, դեմոգրաֆիական, դիվանագիտական առումով եւ քո հակառակորդը, իսկ Ադրբեջանը հակառակորդ է, քո հակառակորդը բազմակի անգամ քեզ գերազանցում է, ապա իր ախորժակը գնալով ավելի մեծանում է եւ քանի որ իրենք չեն էլ թաքցնում, որ մեզանից պահանջներ ունեն ու բազմաթիվ պահանջներ ունեն, ապա դա միանշանակ ինչ որ մի օր հանգեցնելու է պատերազմի։ Չեխովը ասում էր, չէ, որ պատից կախված զենքը ինչ որ մի պահի կրակելու է։ Հիմա մենք ունենք նման իրավիճակ։ Ադրբեջանը նման է պատից կախված զենքի, որը ինչ որ մի իրավիճակում կրակելու է, եթե մենք չունենանք երաշխավորված խաղաղություն։ Իսկ այդ երաշխավորված խաղաղությունը առաջի հերթին Հայաստանի ռազմատնտեսական հզորության վերականգնում է, երկրորդ բանը միջազգային երաշխավորների ներկայությունն է, առաջին հերթին դա Ռուսաստանն է, կարելի է դիտարկել նաև այլ պետություններ, նույն Իրանը, Միացյալ Նահանգները, ինչքան էլ հիմա պարադոքսալ հնչի, բայց ինչ որ մի պահի կարող ենք մենք ունենալ նման իրավիճակ։ Հետևաբար
վերադառնալով հարցի սկզբին, հասկանում են, գնահատում են իրավիճակի լրջությունը, թե չէ, ես կարծում եմ, այո, հասարակության մեծամասնությունը գնահատում է այս վտանգավոր իրավիճակը, հասկանում է, որ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած խաղաղությունը աղերս չունի իրականության հետ, իրականությունը բոլորովին այլ է, շատ ենք ասել, հա, ամենախաղաղ տեղը գերեզմաններն է, իսկ Նիկոլ Փաշինյանի առաջարկած խաղաղությունը դա գերեզմանային խաղաղությունն է։ Անկամ ուրախ ավտոբուսը 3 այդ պատկերը 47 համարի ավտոբուսներ գալիս, որ գնում է դեպի Եռաբլուր։ Տեսեք այդ դեպի որ ճիշտ ասած չեմ ֆիքսել, բայց կանգնած էր, հիմա ես ուղղակի 1 րոպե չափով ցուցադրենք եւ ամփոփենք դրանով։ Մենք այսօր ուրախանելու մեզ ավելի ուրախ ավտոբուսը, ավելի ժողովրդով ավելի ուրախ։ Ուրա գնում։ Բայց ուրա գնում։ ուրախ ավտոբուսով Եռաբլուրը, սրանց մոտ, չգիտեմ, պայմանավորված այս ամեն ինչը կազմակերպեից չէր ստացվել, էլի, որ կարծես Աստծո միջամտությունն է այս ամեն ինչի մեջ, հայ ժողովրդին ցույց տալու համար, որ սրանց իրենց ուրախ ավտոբուսը գնում է Եռաբլուր, որը իրենք, չգիտեմ, եռապատկել են, ինչքանով են շատացրել, այսինքն առնվազն կրկնապատկել են, եւ սրանք ազդակներ են, որոնք յուրաքանչյուր ոք պարտավոր է կարդալ, եթե մենք ուզում ենք ապրել Հայաստանում, որը ունի անվտանգային համակարգ, որը ապահովում է եւ ստեղծում է խաղաղության համար երաշխիքներ, որի տնտեսությունը զարգանում է, որտեղ մարդիկ ոչ միայն բարեկեցիկ ապրում են, այլ նաեւ բարեկեցությունը բարձրացնելու հետ կապված հեռանկարային այսպես տեսնականներ են տեսնում, նպատակներ ունեն, ապա Նիկոլ Փաշինյանի առաջարկած խաղաղությունը դրա ուղիղ հակառակն է։ Նիկոլ Փաշինյանը առաջարկում է Ալիևի երաշխիքներով ժամանակավոր հրադադար, որը յուրաքանչյուր պահի կարող է պայթել պատերազմի տեսքով, Նիկոլ Փաշինյանը առաջարկում է Հայաստանը դարձնել Թուրքիայի, Ադրբեջանի միջև ընկած ինչ-որ մի տարածք, որը սպասարկման ոլորտի հաշվին կարող է որոշ մարդկանց մոտ որոշակի հաջողություններ ապահովել գումարային, ֆինանսական, ինչպես դա հիմա մենք տեսնում ենք, օրինակ ասենք նույն Նիկոլ Փաշինյանի սիրելի օլիգարխներից մեկը մեկ տարվա ընթացքում $1.5 միլիարդ է աշխատել, որոշ օլիգարխներ գումարներ են աշխատում ադրբեջանական ապրանքների ներկրմամբ եւ վաճառքով, ու իրենց շրջապատը բարեկեցություն ապահովելու է, բայց գլոբալ հայ ժողովուրդը Հայաստանում ապրող հայաստանցին որևէ այսպես մատչում չի ունենալու այդ իրենց ներկայացած բարեկեցությանը։ Դուք պատրաստ եղեք, որ մենք այս իշխանությունների պարագայում խնդիրներ ենք ունենալու Արարատյան դաշտավայրի գյուղատնտեսության հետ եւ այդ գյուղատնտեսական ռեգիոնը կարող է վերածվի անապատի, որովհետեւ այս իշխանությունների վարած քաղաքականությունը միտված է հենց դրան, ինչ առումով նրանց քայլեր ինչքան էլ իրենք խոսեն գյուղատնտեսության մասին, աջակցության մասին, ապա պետք է հասկանանք, որ նույն ճիշտ չկազմակերպված Թուրքիայի հետ բաց սահմաններով առևտրի պայմաններում էժան թուրքական գյուղմթերքները ուղղակի խեղդելու են Հայաստանի գյուղատնտեսությանը։ Մենք կողմ ենք, որ բացվի Թուրքիայի հետ սահմանները, բայց մենք պետք է ունենանք ներքին կարգավորումներ մեր արդյունաբերությունը, մեր գյուղատնտեսությունը պաշտպանելու համար։ Ես կարծում եմ, որ այս իշխանությունները չեն գնալու այդ քայլին,
իրենք հայտարարելու են, որ հարգելիներս, եթե էժան օրինակ լոլիկ եք ուզում ուտել, հենա Թուրքիայից կբերենք 3, իսկ ասենք Արարատյան դաշտում չարչարվող տանջվող գյուղացին թող էլ չտանջվի, այդ հողերը թողնեն ամշա կամ կվաճառենք թուրքերին կամ չգիտեմ ում, ինքը թող գա այստեղ այլ գործով զբաղվի, տաքսի քչի, չգիտեմ, սպասարկման ոլորտում աշխատի։ Հիշում եք մի հատ նախարար ունեին Քերոպյան անունով էկոնոմիկայի, երբ խաղողի մթերման հետ կապված խնդիր կար, ասեց, ինչի են խաղող մթերում, խաղողագործությամբ զբաղվում, թող կան Երևանում ինչ որ այլ աշխատանք գտնեն։ Սա է նրանց ամբողջ տրամաբանությունը, սա է նրանց առաջարկած տեսլականը, իրենց միակ նպատակը այս իրավիճակում առաջի հերթին պահպանել իշխանությունը ամեն գնով, եւ այդ իշխանությունը պահելու մեջ Հայաստանի շահերը, իրական Հայաստանի շահերը խիստ հակասություններ ունեն Նիկոլ Փաշինյանի նպատակների հետ, ու հակասում է, Նիկոլ Փաշինյանի ամեն գնով իշխանություն պահելը եւ Հայաստանի շահերը իրար հետ չեն զուգորդվում, հետեւաբար իրենք ամեն ինչ զոհելու են, որպեսզի կարողանան իշխանության մնալ, բայց ելի եմ ասում, դա կարող են անել այն դեպքում, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին որոշի հունիսի 7-ին պասիվ մնալ, չգնալ ընտրատեղամաս եւ իր դիրքորոշումը չհայտնել։ Ես չեմ կարծում, որ ձեզանից շատ բան է պահանջվում, ընդամենը 1 ժամ, կես ժամ մոտենալ ընտրատեղամաս, կատարել ձեր քվեարկությունը եւ մերժել Նիկոլ Փաշինյանին, այդքան բան, մնացածը արդեն ինքնըստինքյան կստացվի։